Տեսեք, մի քանի օր առաջ ես խոսել էի նաև ազգային ժողովրդավարական հիմնադրամի ամերիկյան կողմից տրվող դրամաշնորհների մասին, որը իսկապես շատ լուրջ ահազանգ է, որ առաջիկայում ինչպիսի գործողություններ է իրականացնելու այստեղ արևմուտքը։ Երեք ես միտեղ կարդացի, որ առաջիկայում Ամերիկայի դեսպանատունը կարծեմ կամ կառավարությունը էական չի, պատրաստվում է կես միլիարդ դրամի տեխնիկա ապահովել ԱԱԾ-ին։ Այստեղ հարց է առաջանում, ինչու՞։ Այսինքն մեր պետությունը չունի այդ գումարը, որ այնտեղ համակարգիչները առնեն տնեն կամ ինչ-որ տեխնիկաներ եւ դա տալիս է ԱՄՆ-ն, ոչ, շատ պարզ, որովհետեւ այսօրվա այդ նույն ԱԱԾ-ն, որը ինքը ԱՄՆ-ին այսպես այ գիշեր-ցերեկ ծառայում է Փաշինյան Նիկոլին, ինքը վստահություն չի ներշնչում։ Եվ այսօր ժամանակակից տեխնիկայով փորձելու են այնտեղ վերահսկել յուրաքանչյուր ԱԱԾ-ականի։ Այդ գաղտնալսողներին սկսելու են արդեն իրենք գաղտնալսել։ Եվ այդ նույն տեխնիկայի միջոցով իրենք պետք է կարողանան արդեն կառավարել երկրի ներքին անվտանգությունը, նույնիսկ տեղյակ չպահելով Փաշինյան Նիկոլին եւ ԱԱԾ պետին կամ տնօրենին, ինչպես ընդունված է։ Այսինքն այս գործողությունները խոսում են, ահազանգում են նրա մասին, որ առաջիկայում Հայաստանում ավելի մեծ ռեպրեսիաներ են լինելու։ Ես ավելին ասեմ, 25 թվականի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ փորձել է նաև երկիրը տանել բախումների։ Ես հավում եմ, բայց ինչ-որ մի պահի գուցե արդեն իր մոտ ստացվի։